Դե արի, նստիր, տեսնեմ ինչ է եղել։ Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Ինձ մեկ բան է տանջում։ Ո՞րն է այդ մեկ բանը։ Անահիտից բաժանվելը։ Ես իսկապես զղջում եմ իմ բոլոր արարքների համար։ Ես չեմ կարող այն մեծամիտի հետ ապրել։ Ես շատ եմ կարոտել Անահիտին։ Առանց նրա այլևս չեմ կարող։ Խնդրում եմ, ներեք ինձ։ Ինչ։ Այս ինչ եք այստեղ անում։ Աղջիկս, ինչու ես արթնացել։ Անահիտ, սիրելիս, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Դու ինչ գործ ունես այստեղ։ Նա այս ուշ ժամին եկել է։ Ես ձեզ մենակ թողնեմ։ Դուք շատ բան ունեք իրար հետ խոսելու։ Ես նրա հետ ոչինչ չեմ խոսելու։ Անահիտ, խնդրում եմ, հնարավորություն տուր ինձ։ Լավ։ Դե ասա, ինչ է պատահել։ Չեմ կարող ես առանց քեզ, Անահիտ, խնդրում եմ քեզ, անչափ եմ խնդրում, ներիր ինձ։ Գիտես, այսքան դժվարություններից հետո ես մեկ բան հասկացա հենց այս պահին։ Ինչքան էլ դու ինձ դավաճանել ես, վիրավորել, ստորացրել, ես մեկ բան հասկացա։ Քեզ չներելով ես սպանում եմ ինձ, եւ ես չեմ կարող պարզապես քեզ թողնել այսպես։ Ինչքան էլ դու չարացար, դու մնացիր իմ սիրելի ամուսինը։ Չեմ կարող թաքցնել իմ ափսոսանքը, երբ դու գնացիր։ Ես իսկապես, եթե անկեղծ, սպասում էի այսօրվան ու գիտեի, որ դա օրերից մի օր լինելու է։ Ճիշտ ես, ես խափնվեցի այն մեծամիտի ունեցվածքի ու գեղեցկության վրա, բայց նա, թեև իր շռայլություններին, ընդամենը մեկ բան կա, որով այդքան ատելի է դառնում քեզանից։ Նա պարզապես հոգի չունի։ Ինձ համար ամենամեծ ու ամենագեղեցիկ կոմպլիմենտն էր։ Ես կոմպլիմենտներ չեմ ասում, ես ճշմարտությունն եմ ասում։ Արի միավորվենք, Անահիտ։ Արի։ Ահա, հոգու մեծ ուժը, որ բոլոր դեպքերում թեև թողեց ինձ ներել։ Եվ ահա, ինչ գիտես, այս միավորումը ու բաժանումը միգուցե եղել են ինչ-որ օրինակ, թե որքան մեծ ուժ ունի ներելը։ Ես լսում էի դռան արանքից նրանց, հիմա զգում եմ, թե աղջիկս ում է նմանվում, ինձ չէ, այլ ճշմարիտին։ Կարող եմ իսկապես ասել, հպարտանում եմ քեզանով, իմ դուստր։